Մերժել չարիքի իշխանությանը, Գավառում հանդիպման ժամանակ սա է Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը համարել այս տարվա խորհրդարանական ընտրությունների հիմնական խնդիրը։ Եթե նախկինում Փաշինյանի թիմն ուղիղ չէր խոսում այն մասին, որ պատրաստվում է հանձնել Արցախը, ապա հիմա խոստովանում է, որ փոխելու է սահմանադրությունը, ուրանալու է ցեղասպանությունը, հանձնելու է նոր տարածքներ Հայաստանից, նկատում է Սաղաթելյանը։ Հիմա մենք պետք է հասկանանք, թույլ ենք տալու սրան մեր պետականությունը վերջնականապես տանի կործանման, թե միասին կտրելու ենք այդ շղթան։ Հայաստանի տիրապետության տակ ադրբեջանական տարածք չկա։ ՔՊ-ի քարոզարշավի հիմնական խոսույթներից մեկն է, թե իբր Հայաստանի տարածքում ադրբեջանական հողեր կան։ Այդ մասին Փաշինյանն ասել է անգամ Կապանում, որտեղ Աննա Գրիգորյանի խոսքով անգամ գերեզմաններ կան օկուպացված։ Պատկերացնում եք ցինիզմի աստիճանը, գտնվես մի քաղաքում, որտեղ տարածքներ կան օկուպացված, որտեղ գերեզմաններ կան օկուպացված, ու դեռ խոսես, որ Ադրբեջանը տարածք ունի մեր երկրում, որի։ Չեն կարող երկրի առաջնորդի շահերը չհամընկնել երկրի շահերին, Գավառում հայտարարել է դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։ Այս ստոպ կռանը ժողովրդի ձեռքին է։ Այդ կան գառնել, որտեղ ամեն ինչ փոխում է, այդ մաշինիստին փոխում են, հարբեցող մաշինիստին կամ բանի այդ անմեղսունակ sense այդ մաշինիստին որ փոխում էր այդ կանգառը հունիսի 7-ն է։ Հիմա այդ ստոպ կռանը sense ժողովրդով միասին պետքա քաշենք։ Իշխանության ղեկին պետք է լինի ոչ թե PR-վելու սիրահար ղեկավար, այլ մարդ, որ խոսքը գործ է դարձնում, նկատում է դաշինքի պատգամավորի թեկնածու Գեգամ Մանուկյանը։ Երկրի ղեկավարը չպետք է մտածի մենակ, որ իրան սիրեն։ Ինքը պետք է մտածի որպես ղեկավար, որպես ռազմավարական ծրագրեր, ոչ թե մտածի այս գյուղի մեջտեղ 2 մետր ասֆալտ անեմ, որ ինձ սիրեն, այլ մտածի Մարտունին, Վայոց ձորին ոնց կապի։ Դրա համար էլ Սելիմի Լեռնանցքով, Սելիմի ճանապարհը Ռոբերտ Քոչարյանն է կառուցել։ Գիտեք ում եք ընտրում։ Որ թիվներ։ Հայաստան դաշինք։ Համար 17 քվեաթերթիկն ընտրելով պաշտպան եք կանգնում ձեր ինքնությանը, աշխարհում առաջինը քրիստոնեությունն ընդունած ազգ լինելու կոչմանը, մեր սահմանադրությանը, հայտարարում է դաշինքի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանը։ Մենք բոլորս արդեն հոգնել ենք ամենօրյա քաոսից, պերաշկի կոկորոս փարթիներից, մեզ կայունություն է պետք, հանգստություն է պետք, տրամաբանություն է պետք ընդհանուր։ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Աղվան Վարդանյանի խոսքով ճակատագրական սխալը արցախյան շարժումը չէր, ինչպես պնդում է Փաշինյանը, ինքն առնվազն 2 ճակատագրական սխալ կարող է նշել։ 2 ճակատագրական սխալ բան գիտեմ, սրա պարագայում։ Մեկը որ ծնվել է, որովհետև այս ժամանակվա երևի հերքիմները, բժիշկները, պատմերերը իրանց գործը լավ չեն արել։ Երկրորդ մեծ սխալը, որ մեր միամիտ ոգևորվող ժողովուրդը հավատալով ավելի լավ օրերի սրան բերել է իշխանության։ Ինչու Փաշինյանն անգամ ինքն իր սխալներից ոչինչ չի սովորել։ Այս հարցի շուրջ երկար է մտածել Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածուն ու հասկացել, որ Փաշինյանի սխալների համար վճարել է ժողովուրդը։ 5000 երիտասարդի կյանքով, 12000 վիրավորվածի կյանքով, 150,000 ունեզրկված մարդկանց տառապանքներով եւ կորցրած հսկայական հողերով։ Հիմա լավ, մեկ մարդ այդ փորձը այդպիսի մարդ է, նա սեփական փորձի վրա չսովորեց, որովհետեւ գինը ուրիշներն են տվել։ Ժողովուրդն է տվել այդ գինը։ Հիմա մեր ժողովուրդը այս փորձի վրա մի բան պիտի սովորենք, թե չպիտի սովորենք։ Եվ ամենից լավ դասը լինելու է հունիսի 7-ը։ Ուրեմն միասին, շնորհակալություն։ Լիլիթ Սարգսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։